Օրերս Նինոս Մինդայի երկրագիտական թանգարանում նշվեց Վրաստանի անկախության օրը։ Միջոցառումը կազմակերպել էին Մեծգոնդուրայի հանրային դպրոցի աշակերտները իրենց պատմության ուսուցչուհի Անահիտ Կարոյանի հետ միասին։ Գեղեցիկ երգեր, պարեր, թեմային համահունչ բանաստեղծություններ, այսպիսին էր դահլիճում տիրող տրամադրությունը։ Եվ այսօր Մեծգոնդուրայի հանրային դպրոցի 10-րդ, 8-րդ և 6-րդ դասարանի աշակերտների կողմից դպրոցի տնօրեն Էրկեր Թարզյանը և մեր պատմության ուսուցչուհի Անահիտ Կարոյանը կազմակերպել են փոքրիկ միջոցառում, նվիրված Վրաստանի անկախությանը, և այն համարում ենք բացված։ Հարգելի սուրեր, սիրելի բարեկամներ, ուսուցիչներ, ծնողներ և բոլոր նրանք, ովքեր լսում են մեզ։ Ողջունում եմ մեզ այսօրվա 1918 թվականի մայիսի 26-ի անկախության նվիրված միջոցառման համար։ Ողջունում ենք Վրաստանում, որ ձեռք բերեց անկախություն։ Այսօր կազմակերպվել է միջոցառում Մեծգոնդուրայի հանրային դպրոցի պատմության ուսուցչի կողմից, Կարոյան Անահիտի կողմից միջոցառումը կազմակերպվել է, հետաքրքիր միջոցառում է, նվիրված է մայիսի 26-ին մեր պետության, մեր Վրաստանի անկախության օրվան է նվիրված։ Երեխաներս մեծ ոգևորությամբ պատրաստվել են, քանի որ սա մեր առաջին դպրոցից դուրս միջոցառումն է, մի քիչ ես էլ եմ անհանգստացած, նկատվում է նաև մեր կազմակերպող ուսուցչի մոտ հուզմունք։ Հուսամ, որ մեր երեխաները ըստ արժանավույնը կներկայացնեն մեր դպրոցը, լավ ելույթ կունենան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հյուրերին, ում մենք հրավիրել ենք և չեն մերժել մեր հրավերը և ժամանակ են գտել, ներկայացել են այստեղ, մեր կողքին են, մեր երեխաներին օգնում են, աջակցում են։ Նաև իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել այս թանգարանի տնօրեն Տիկին Արևիկին, ով մշտապես այս ընթացքում մեր կողքին է եղել և օգնել, աջակցել է մեզ։ Ինչի հենց թանգարանում ենք որոշել այս մեր միջոցառումը անցկացնել, քանի որ մենք շրջայց էինք ունեցել մի 2 տարի առաջ այստեղ, երեխաներս շատ հավանել էին այստեղած մթնոլորտը, միջավայրը, Տիկին Արևիկի մոտեցումը, բացատրած ոճը, ստիլը, անչափ մեծ ցանկություն հայտնեցին, որպեսզի նման միջոցառում մենք անցկացնենք այստեղ։ Ուզում եմ նաև արժևորել, կարևորել այն, որ թանգարան այցը անչափ կարևոր է, մենք բոլորս պետք է արժևորենք մեր մշակութային արժեքները, մշտապես այցելենք թանգարաններ, տեսնենք, թե մեր նախնիները, մեր պապիկ տատիկները ինչ միջավայրում են ապրել։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր Նինոս Մինդայի ավականին, հանձինս ավականու նախագահ Վահան Արոյանի, մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը իր աշխատակազմի հետ միասին, թանգարանի աշխատակիցներ, դպրոցի ուսուցիչներ։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ Վահան Արոյանը, Լևոն Վարդանյանը և թանգարանի տնօրեն Արևհատ Տոներյանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրենությանը, բարի ուսուցչին, կազմակերպչական բոլոր աշխատանքները տանողներին, մեր տաղանդավոր երեխաներին, իրոք այսօր զգացին Վրաստանի անկախության օրը։ Իսկապես շատ հաճելի էր ու երկրորդ կողմը, քանի որ այսօր մեր թանգարանում է տեղի ունենում միջոցառումը, այս նշանակում միաժամանակ պրոպագանդում ենք, որ թանգարան հաճախեն մեր երեխաները, մեր երեխաները կան ծանոթանան մեր շրջանի պատմությանը, մեր մի որևէ մասում բերեն և իրենց տները պահերում դնեն թանգարանը, այդ ամեն ինչը բարձր մակարդակի կազմակերպված էր, իրոք Վարդանյան, ես խնդրած գինեմ նմանատիպ երեխաներին մեր բարձր բեմերից էլ իրենց լսին, քանի որ իրոք տաղանդներ ունենք, շատ հիանալի կազմակերպված էր, նորից մեկ անգամ շնորհակալություն։
միջոցառումը, որի հիմնական նախաձեռնողը դա Մեծ Գոնդորայի հանրային դպրոցն էր, նվիրված էր Վրաստանի անկախության օրվան եւ նրանք ընտրեցին մեր երկրագիտական թանգարանը հաշվառնելով որ երեխաներին նախ առաջինը հաճելի կլինի որ ծանոթանան մեր պատմական արժեքների հետ այն ինչ հավաքվել է մեր մունիցիպալիտետի յուրաքանչյուր գյուղից այն պատմությունը որ կա եւ ունենք եւ պահպանում ենք եւ այդ պատմության միջոցով ներկայացնել մեր Վրաստանի անկախության այսօրվա արձագանության մասին դա իհարկե տեղին էր եւ այն որ ներկային եւ քաղաքապետարանի աշխատակիցները եւ պարոն Արոյանի գլխավորությամբ ավականու աշխատակիցները դա շատ արժանավոր էր որպեսզի մենք կարողանանք զգալ որ մեր երեխաները մեր երիտասարդությունը ապրելով անկախ Վրաստանում գնահատում է այն պետական յուրաքանչյուր նախաձեռնությունը որ ուղղված է երիտասարդի զարգացմանը շրջանների մունիցիպալների հերավոր գյուղերի եւ ազգային փոքրամասնությունների զարգացման համար այն որ մեր հետազոտողները իրենց ուսումը կարող են ստանալ պետության բուհերում եւ ունենալ մեծ հաջողություններ եւ այսօր նրանք գտնում են իրենց կյանքի արժեքները ապրելով մեր պետության մեջ դա հենց Վրաստանի անկախության մեր պետության մեր պետականության երևույթն է Մեզ որ շատ գեղեցիկ իսկապես եւ հաճելի ժամանցեր որ նվեցին մեզ գոնդրացի երեխաները եւ այն որ դեռ մենք չենք մոռացել որ արդեն մի քանի օր արդեն մենք նշում ենք Վրաստանի անկախության օրը եւ դա եւս տեղն էր այնպես որ եւս մեկ անգամ շնորհավորում ենք եւ Վրաստանի անկախության եւ երկվա մեր Հայաստանի անկախության օրվա արդիվ այնպես որ շատ հաճելի, շատ գեղեցիկ ներկայացում էր եւ այն որ մյուս գյուղերը մյուս երիտասարդները զգան որ գիտենան որ քաղաքում յուրաքանչյուր մեր մշակութային կենտրոնը մշակութային այս հիմնարկությունները պատրաստ են աջակցելու եւ երեխաներին տալ այն հնարավորությունը որպեսզի իրենք կարողանան եւ ասմունքի եւ բարի եւ երկի միջոցով ներկայացնել այն ինչ ստացել իրենց պատմության դասընթացների ժամանակ եւ ինչ գիտեն մեր հայրենիքի մասին Շամիլյան եմ եւ մենք հիմա գտնվում ենք Նինոսմինդայի մունիցիպալիտետի պատմության թանգարանում եւ եկել ենք մենք Մեծ Գոնդորայի հանրային դպրոցից որպեսզի ներկայացնենք Վրաստանի անկախության տոնը այս տոնը Վրաստանի անկախությունը որը մայիսի 26-ն է եկել ենք որպեսզի ցույց տանք թե ինչպիսի հրաշալի եւ կարեւոր դեր ունի այս օրը լինելով հայ փոքրիկ էթնիկ ներկայացուցիչներ էթնիկ կազմ մենք նույնպես շատ ուրախ ենք որ հենց վրացիներն էլ ունեն անկախությունը եւ մենք բոլորս պետք է հպարտ լինենք որպեսզի որովհետեւ հենց մենք ունենք անկախության տոնը օրը եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին ովքեր որ կազմակերպել են եւ մեզ թույլ տվեցին գալ եւ ներկայացնել մեր անկախության օրվան նվիրված միջոցառումը Այսօրվա միջոցառումը նվիրված է Վրաստանի անկախության համար, մայիսի 26-ին, երբ ընդունեց Վրաստանը անկախությունը։ Մենք միջոցառումը սկսել ենք, ուզում էինք ներկայացնել ամսի 26-ին, սակայն որոշակի խնդիրների պատճառով արեցինք այսօր ամսի 29-ին։ Մեր միջոցառման ընթացքում
պետք է լինեն վրացական պար, ինչու չէ նաև հայկական պար եւ վրացական մի քանի երգեր եւ բանաստեղծություններ, ինչպես նաև անկախության մասին խոսքեր։ Ինչպես իր խոսքում նշեց թանգարանի տնօրենը, վերջին ժամանակահատվածում այցելուների հոսքը դեպի թանգարան ավելացել է եւ նմանատիպ միջոցառումները դարձել են հաճախակի, որը շատ խրախուսելի է նրա համար, որ յուրաքանչյուր երեխա ձեռք է բերում գեղագիտական ճաշակ ու ավելի մոտիկանում իր ծննդավայրի արվեստին ու պատմությանը։